Ողջույն, քչերը գիտեն 5-րդ դարի ծնական թվականների Պարսկը Հայաստանի փաստացի կառավարիչ Զորավար Ներսես Ճիճրակեցու մասին։ Վերջինիս մասին մենք տեղեկանում ենք պատմահայր Մովսես Խոհենացու Պատմություն հայոց 3-րդ գրքի 56-րդ գլխից։ Կարդանք այն։ Շապուհի Հայաստանից գնալուց հետո պատահած անցքերը և նրանից հետո եղած անիշխանությունները։ 4 տարի անարգաբար թագավորելուց հետո Շապուհը լուր է ստանում իր հոր հիվանդության մասին և գնում է շտապով, իր տեղակալին ու զորագլխին հրամայելով, որ հայոց մեծամեծներին բռնի և տանի Պարսկաստան։ Բայց երբ Շապուհը Տիզբոն հասավ, մեռավ նրա հայր Հասկերտը 11 տարի թագավորելով։ Միևնույն օրը նա ինքն էլ սպանվեց արքունի մարդկանց դավադրությամբ, իսկ քաջ և բարեբախտ Ներսես Ճիճրակացին, որ զորագլուխ էր դարձել, հավաքեց հայոց նախարարներին իրենց զորքերով, Պարսից գնդի դեմ պատերազմ մղեցին, նրանց զորքերը կոտորեցին։ Իսկ ապրսամ Սպանդունին սպանեց նրանց զորավարին։ Ապա իրենք էլ ցրվելով ինքնագլուխ կերպով շրջում էին լեռներում և ամուր տեղերում, իրենց գլուխը պահելու համար։ Այս ժամանակ երևելի հանդիսացան բոլոր վանադացիներն իրենց քաջությամբ։ Այս կերպով մեր երկիրը 3 տարի անիշխան մնալով, կռիվների և խռովության մատնված, ավերվում ամայանում էր, արքունական հարկերը պակասում էին, ժողովրդի երթևեկի ճանապարհները փակ էին, ամեն տեսակ բարեկարգություն խանգարվում և անհետանում էր։ Նույն օրերում Պարսից վրա թագավորեց Վրամ II-ը, ու մեր երկիրը վերջխնդիր եղավ, բայց ունած բաժնին չդիպավ նրանց հետ խաղաղություն պահպանելով։ Հայոց Խոսրով 3-րդ Աշակունի արքայի մահվանից հետո Պարսից Հասկերտ առաջին շահնշահը հայոց թագավոր նշանակում իր որդիներից Շապուհին 416 թվականին, բայց հայ ազնվականությունը չէր ընդունում Շապուհին և չէր նրան վերաբերվում արքայավայել ձևով։ 419 թվականին Սասանյան Երանում սկսում են խճճություններ, ցնցումներ։ Շապուհը մեկնում է Տիզբոն իր հոր Հասկերտի մոտ, բայց վերջինիս հետ զոհվում է։ Դրանից օգտվելով Զորավար Ներսես Ճիճրակեցին գլխավորում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը և մոտ 3 տարի ապահովում է երկրի փաստացի անկախությունը։ 420-422 թվականների պարսկաբյուզանդական պատերազմի ավարտից հետո Պարսից նոր արքա Վրամ 5-րդ Գոռը հայոց թագավոր է նշանակում Վրամշապուհ արքայի որդուն Արտաշես 4-րդ Աշակունուն։ Վերջինիս թույլ կառավարումը տևում է մինչև 428 թվականը և ավարտվում է Աշակունյաց արքայատոհմի գահազրկմամբ։ Պարսկը Հայաստանը դառնում է մարզպանական Հայաստան, մարզպանի ղեկավարությամբ, որը նշանակում էր Պարսից արքունիքը։ Այսօր այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։